մի դադարեք միմյանց հետ հավաքվելը։ Այս հրամանը, այս հրահանգը միասնականության կամ միաբանության կոչ է։ Երկնքում հրեշտակները միասնական ու միաբան են, միակամ են, միասիրտ են, միահոգի են եւ անընդհատ են իրար հետ։ Երբեք չեն հեռանում իրարից։ Եվ այդ միասնության, այդ միաբանության մեջ կա սեր, օրհնություն, համերաշխություն եւ անգամ նրանց փառքն էլ միասնական է։ Նրանց երջանկությունն ու երանությունն էլ միասնական է։ Եվ մենք միշտ հայրմերի մեջ, երբ որ աղոթում ենք, ասում ենք թող քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում է։ Խնդրում ենք, որ այդ միասնությունն ու միաբանությունը լինի երկրի վրա։ Հենց այդ միասնության ու միաբանության մեջ եկեղեցու խորհուրդն է։ Եկեղեցի նշանակում է հավաքատեղի, միաբանություն։ Խոսքը միայն մարդկանց միատեղվելու մասին չէ, այլ նախ եւ առաջ ճշմարիտ ուղիղ հավատքով, Քրիստոսին մեր մտքում սրտում ունենալով հավաքվելով։ Եվ երբ այսպես 2-3 հոգի հավաքվում են, Քրիստոսով են հավաքվում եւ ճշմարիտ ուղիղ հավատքով են հավաքվում, Քրիստոս իրենց մեջ է։ Ուրեմն առաջին եկեղեցին սա է։ Հոգևոր եկեղեցին սա է, Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, եկեղեցին նույն մեկ անունի երկու նշանակություն ունի։ Քարեղեն տաճարը եւ մարմնեղեն տաճարը։ Յուրաքանչյուր քրիստոնյա եկեղեցի է։ Ինչպես Պողոս Առաքյալն է ասում, Սուրբ Հոգին է բնակվում ձեր մեջ, եւ որտեղ որ Սուրբ Հոգին է բնակվում, այնտեղ եկեղեցին է։ Բայց եթե միահավաքվեն, համատեղվեն բոլոր Սուրբ եկեղեցիները, պատկերացնում եք, բազմապատիկ Սուրբ եկեղեցի կլինի։ Եվ եթե եկեղեցու մեջ հավաքվեն, ինչու ենք մենք եկեղեցու մեջ հավաքվում։ Եկեղեցիները եկեղեցու մեջ են հավաքվում։ Յուրաքանչյուր քրիստոնյա ասացինք եկեղեցի է, եւ քրիստոնյաների հավաքն էլ եկեղեցի է, եւ քարեղեն տաճարն էլ եկեղեցի է, այսինքն եռակի եկեղեցի է դառնում։ Տեսեք ինչ բազմապատիկ օրհնություն է ստացվում։ 2-3 հոգի հավաքվել են Քրիստոսի անունով։ Քրիստոսի անունով Սուրբ Հոգով օծվել է եկեղեցին, սրբագործվել է եկեղեցին քարեղեն տաճարը, եւ այդտեղ այդքան քրիստոնյաներ են հավաքվել։ Տեսեք բազմապատիկ քրիստոնեության խորհուրդն է եկեղեցին։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, 1 ժամ էլ մարդը ապրեց երկրի վրա, մեղքերի թողության կարիք ունի, որտեղ մեղքեր է գործում, մտքով, սրտով, մարմնով, եւ ուզում է հաշտություն գտնել Աստծո հետ, ուզում է մեղքերին թողություն գտնել։ Աստված երկնքում է, մենք երկրի վրա։ Ինչպես մենք պետք է հաշտվենք Աստծո հետ, ինչպես մենք պետք է տեսնենք Տիրոջը։ Մեղավոր ենք, մարմնավոր ենք, չենք կարող մարմնով երկինք բարձրանալ եւ չենք կարող սուրբ երկինք մտնել մեղավոր վիճակով։ Հենց այդ իմաստով կառուցվեց եկեղեցին, նյութական է, քարեղեն, մեզ նման փողեղեն։ Մենք կարողանում ենք այնտեղ մտնել, բայց ոցված, սրբագործված է, Աստված է այնտեղ իջնում, Աստված է բնակվում Սուրբ եկեղեցում։ Եվ մենք ենք գնում Աստծուն տեսնելու Սուրբ եկեղեցում, որտեղ այդ վայրը առանձնացված է, ոցված ու սրբագործված է Սուրբ եկեղեցին։ Որպեսզի մենք գնանք այնտեղ Աստծուն տեսնենք, որպեսզի այնտեղ մենք Աստծո հետ հաշտվենք, մեղքերին թողություն ստանանք եւ հրեշտակներին հաղորդակից լինենք։ Եկեղեցին ինչ է։ Հրեշտակած բնակարան, մարդկան խավարան, հրեշտակների բնակարան եւ մարդկանց խավարան։ Եվ այնտեղ ենք մենք Աստծուն հանդիպում, այնտեղ ենք մենք Տիրոջ հետ հաշտվում, այնտեղ է երկինքը երկրի վրա։ Եթե մենք ուզում ենք երկինք բարձրանալ, ապա եկեղեցի դռնով պետք է բարձրանանք։
Ինչպես մեր Տերն ասում էր, ես եմ դուռը փրկության, ով ինձնով մտնի ու ելնի, ճարակ կգտնի։ Ուրեմն դուռը փրկության եկեղեցին է, ով Քրիստոսի բացած դռնով մտնի, դուրս ելնի, երկինք կհասնի։ Ուրեմն յուրաքանչյուր մարդ էլ եկեղեցի, ինչպես ասացինք, եւ ամեն մարդ էլ կարող է իր եկեղեցու մեջ մտնել նախ եւ առաջ, այսինքն իր մտքում, հոգում, սրտում աղոթել, Աստծո հետ հաղորդակցվել։ Բայց մենք քանի որ ոչ միայն հոգի ենք, այլ նաեւ մարմին ենք, ապա մարմինն էլ պետք է այդ աղոթքին մասնակցի։ Իսկ հոգու եւ մարմնի փրկության վայրը Սուրբ եկեղեցին է։ Եկեղեցի, երբ որ մենք գնում ենք, մասնակից ենք լինում միասնական աղոթքին, միաբանական աղոթքին։ Այնտեղ, ինչպես ասացինք, եռապատիկ եկեղեցի է։ Քրիստոնյաները Քրիստոսի անունով հավաքված, Քրիստոսի անունով սրբագործված, Սուրբ Հոգով օծված եկեղեցու մեջ եռակի օրհնություն կա։ Իսկ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ եկեղեցում տասնապատիկ է օրհնությունը, բայց նաև տասնապատիկ է պատիժը։ Եթե մենք եկեղեցում ենք աղոթում, ապա տասնապատիկ օրհնություն կստանանք։ Եթե մենք եկեղեցում ենք մեղանչում, տասնապատիկ պատիժ կստանանք։ Ուրեմն եկեղեցին երկնքի դուռն է, մարդկանց քավարանն է, հրեշտակած բնակարանն է։ Առանց եկեղեցու եկեղեցին չի ամբողջանա։ Առանց քրիստոնյաների հավաքի անհատական քրիստոնեություն չկա։ Միաբանությունն է շատ կարևոր եկեղեցու մեջ։ Եվ իրապես այն եկեղեցին է զորավոր, որտեղ հավաքված քրիստոնյաները իրապես մտքով, սրտով, հոգով միաբանվել են աղոթքի մեջ։ Եվ հատկապես եթե այդ եկեղեցին հին վանք է, բազմաթիվ աղոթքներ է տեսել, սուրբ ճգնավորներ է տեսել եւ սուրբերի նշխարներ կան այնտեղ, մեր եկեղեցական ավանդությունն է, եկեղեցու նշխարների հիմքերում ենք դնում, որպեսզի այդ օրհնությունը մեզ պահպանություն, ամուր հիմք լինի։ Եվ եթե այդ եկեղեցին հին վանք է, սրբատեղի է, սուրբերի նշխարներով, ապա հազարապատկվում է օրհնությունը։ Ուրեմն վստահաբար եկեղեցում աղոթելը շատ ավելի զորավոր է, շատ ավելի կարևոր է, իբրև քրիստոնեական խորհրդի միաբանություն, քան թե միայն անձնական աղոթք։ Անձնական աղոթքները լավ, կա առանձնական եւ ընդհանրական աղոթք։ Առանձնական աղոթքը ներսից է նրոքում, ընդհանրական աղոթքը ընդհանրական նորոգություն է Սուրբ եկեղեցու համար։ Չդադարենք միասին հավաքվելը, ասում է Պողոս առաքյալը, եւ մեր Տերն ասում է, երբ որ աղոթես, մտիր քո սենյակը եւ ծածուկ աղոթքիր քո երկնավոր հորը, եւ ինչ որ ծածուկ է Աստված կհատուցի քեզ հայտնապես։